Պարոն Պապյան երեքների դարձավ, որ Հայաստանից արտահանվող ծաղիկների վրա Ռուսաստանի Դաշնությունը հանդեպության սահմանափակում են մտցնում ժամանակավոր, սրա վերաբերյալ ինչ կարող եք ասել, պատճառը նշել են, որ 1 տարի առաջ Հայաստանի ծաղկային արտադրության մատակարարման հետ կապված խնդիրներ են։ Պաշտոնական գրություն չենք ստացել, այդ մասով չեմ կարող մեկնաբանել, գիտեմ, որ Ռոսսելխոզնadzorից մասնագետներ կան Հայաստանում կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություն են անցկացնում եւ այդ ուսումնասիրության արդյունքում կորոշվի, այսինքն նրանք ընկերություններ են, որոնց դեպքում փակ էր եւ եթե դրական եզրակացություն ունի կբացվի իրենց համար արտահանման հնարավորությունը ես կարծում եմ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպեսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն, մենք այդպիսի տեղեկատվություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել, օրինակ տեսեք նույն Վալդբերսի կամ Օզոնի դեպքը ես ասեմ, ինքը մեծ հաշվով արդեն լուծված է, այսինքն մենք ունենք հարյուրավոր ընկերություններ, որոնք արդեն իսկ բացվել է այդ հնարավորությունը իրենց համար եւ հարյուրավոր ընկերություններ կա, որոնք մեր աջակցությամբ այդ փաստաթղթերն են հիմա ստանում եւ կբացվի, այսինքն մեխանիզմը դրված, ասում են փաստաթուղթը բեր ու ավտոմատ ինքը բացվում է։ Ուզում եմ ասել, որ չեմ բացառում նաև այդպիսի ինչ-որ դրվագներ, որտեղ ներքաղաքական Հայաստանում ներքաղաքական որոնք ուժեր ուրեմն կփորձեն այնպես անել, որպեսզի հայ գյուղացին, հայ արտադրողը դժվարություններ ունենա դրսում, բայց դա կառավարելի է, լուծում ենք եւ ուզում եմ նաեւ ուրախությամբ նշել, որ դիվերսիֆիկացիայի մասով բավականին լուրջ հաջողություններ ունենք, օրինակ այս 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան կրկնապատկվել է եւ կրկնապատկվել է նաեւ Հայաստանից Եվրոպական միության արտահանումը 25 թվականի համեմատ, այսինքն Չինական շուկա եւ Եվրոպական միության շուկա մենք 2 անգամ ավելի շատ ապրանք ենք արտահանել, քան անցած տարի, սա մեր քաղաքականությունների ուրեմն շարունակականության արդյունքն է եւ կարծում եմ, որ այս տենդենսը պետք է շարունակենք, այս աշխատանքը պետք է շարունակենք, որպեսզի առաջիկա 2-3 տարիների հետո Հայաստանը որևէ շուկայից որևէ կախվածություն չունենա եւ որևէ շուկայում խնդիրը ըստ էության մեր տնտեսության վրա էական ազդեցություն չունենա, բայց այս պայմանությամբ ես կարող եմ ասել, որ մեծ հաշվով իրավիճակը կառավարելի է, աշխատանքը ակտիվ գնում է ռուսական գործընկերների հետ եւ ես կարծում եմ, որ մեծ հաշվով մենք խնդիրներ չենք ունենալու։ Այսինքն պարոն Պապյան, տեղեկատվություններ չկա, թե մոտավորապես որքան ժամանակով կսահմանափակվի մայիսի 22-ից սկսած ինչքան։ Տեսեք, կա մամուլի մի հոդված, պաշտոնական փաստաթուղթ մենք չունենք, հետեւաբար ես չեմ կարող մեկնաբանել ոչ պաշտոնական փաստաթղթեր, եկեք փաստաթղթերը կլինի, կմեկնաբանենք, կաշխատենք։ Կհուշեք ո՞րն է լինելու ձեր քայլերը, պարոն Պապյան, Տեսեք, նախ մեր քայլերը որն են, միշտ մեր ստանդարտների բարձրացումն է, ես ուզում եմ նշել, որ վերջին 1 տարվա ընթացքում մենք Հայաստանում բազմաթիվ ջերմատնային տնտեսություններ ենք ստեղծել, այդ թվում վարդի կամ այլ ծաղիկների, որոնց նմանը չկա ԵԱՏՄ-ում կամ այդպիսի լավ որակի քիչ կա, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն Հայաստանում եղած ջերմատնների մի էական մասը հատկապես գեր ժամանակակից տեխնոլոգիաներով իրապես ցանկանային ԵԱՏՄ այլ երկրները եւս այդպիսի տեխնոլոգիաներ շատ ունենային, այսինքն իրենց ամենալավագույնները, եթե կա էլ իրենց ամենալավագույնների նման է մեր ջերմատնային տնտեսությունները, սա է եւ դա մեզ հնարավորություն է տալիս Եվրոպական միության շուկա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ էլ արտահանում իրականացնել եւ մենք հիմա նաեւ մեխանիզմներ են քննարկում, օրինակ վարդի մասով Եվրոպական միության շուկա դուրս գալու, որովհետեւ փաստացի այն որակի արտադրանքը, որը իմ նշած գեր ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատներում արտադրվում է, այդ վարդը Եվրոպական միության աուկցիոն, ուրեմն մի այդպիսի աուկցիոն կա Հոլանդիայում, այդ որակը այնտեղ վաճառվում է, այսինքն մենք այդ հոլանդական վարդերի որակն ենք արդեն կարողանում տալ ամենաբարձր աշխարհում, որովհետև մեր այդ պետական աջակցությամբ ֆրանսիական, գերմանական եւ այլ երկրների ամենանորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդներն են
ուրեմն ներդրված, այսինքն դա ամենաբարձր որակն է, այդտեղ որակի մասով ուղղակի քննարկում չի կարող լինել եւ հիմա քննարկում ենք տնտեսվարողների հետ ինչպես աջակցենք, որպեսզի մատչելի ծավալով մտնեն եւ իհարկե նաեւ հավաքական, որովհետեւ այնտեղ մինիմում 500,000 հատի բան կա, եթե 1 միլիոն ավելի գինը հարմար կլինի եւ այսպես շարունակ եւ այս առումով ես ուզում եմ նշել, որ քննարկում ենք մի քանի տարբերակներ, այդ թվում տրանսպորտային փոխհատուցման աջակցությունը, այդ թվում մտավոր սեփականության այնտեղ բույսերի օրինակ սորտը, որը ստեղծվում է վարդը, եթե դու վաճառում ես Եվրոպական միությունում, պետք է այդ վարդի սորտը ստեղծողին վճարես դրա համար։ Հա, այսինքն այդպիսի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցեր կա, այդ մասերով աջակցենք, որովհետև որակի մասով, ստանդարտի մասով, սերտիֆիկատի մասով ին նշած ջերմատները ամենա ժամանակակիցն է, այսինքն այն ինչ որ Հոլանդիայում կա ամենավերջին տեխնոլոգիաներով, դրանից Հայաստանում տասնյակ հեկտարներով կա եւ այդ նույն որակն ենք ապահովում, ֆիտոսանիտարական եւ այլն, այստեղ քննարկելու բան չկա։ Տեսեք, քանի որ խնդիրը նախ պաշտոնական խողովակով չունենք, բ եթե հոդվածի բովանդակությունը տեղափոխենք իրական բանից, կստացվեն ավելի տեխնիկական հարց է, որը մեր ՍԱՏՄ-ն, որը էկոնոմիկայի նախարարության ենթակա մարմին չէ, եւ Ռոսել Խոզնազորը իրանք իրար հետ պետք է խոսենք, որտեղ երբեմն իրոք լիքը հարցեր կա, մենք ուղղում ենք էկոնոմիկայի նախարարություն, բայց այդ նախարարությունը չի դրա պատասխանատուն։ Այսինքն մենք հարցը ուղղում ենք նաեւ մյուս կողմից էլ պատասխանատուն էկոնոմիկայի նախարարությունը չէ, այսինքն այդ հարցը երբեմն գալիս է, օրինակ, չգիտեմ, ինչ որ ապրանքի գին, ենթադրենք, օրինակ, գազի գինը, ինչի է գազի գինը այսօր տեսա 210 դրամ էր փարակյալում, ինչի է մի քանի օր առաջ 300 էր, հիմա իջել է 210, ինչի է 210 դրամ, դրա պատասխանատուն, այսինքն սխալ է այդ հարցը չէ, գազի մասով ոչ, բայց գազի մասով կա ուրիշ բան, ու ծաղիկի մասով այս պարագայում ֆիտոսանիտարական հարցը դա ՍԱՏՄ-ն է, որովհետև էկոնոմիկայի նախարարության գործընկերը Մինէկոնոմ-ռազվիցիան է, ոչ թե Ռոսելխոզնազորը, այսինքն մենք պետք է ճիշտ հարցերը իրար կողք դնել։ Այո, որովհետև մեր եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները իրականում շատ լավն են, մենք գործընկերային են եւ առանձին հարցերի շուրջ որոշակի մամուլում լարվածությունները, ես այսպես ձևակերպեմ, մամուլում լարվածությունները ավելի հեռու են այն իրականից, որը կա, եւ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ լարվածությունների վերջին օրը կլինի հունիսի 7-ը, հունիսի 8-ին էլի ժողովրդի հաղթանակից հետո ամեն ինչ լինելու է իդեալական եւ ռուսական կողմն է նշել, որ շատ լավ աշխատելու է մեր հետ, դուք գիտեք, դրա մասին ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, այնպես որ ամեն ինչ լավ է լինելու։ Շոյգուն նշել է, որ Հայաստանի իշխանությունները պղծում են հայրենական մեծ պատերազմում նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակը, մասնավորապես նմանելով այն, որ Զելենսկիի հնարավորություն է տրվել Երևանից սպառնալիքներ հնչեցնել, բայց իմ հիմնական հարցը դրա կարող է վերադառնալ, բայց երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեծի օրինակով պետականացնելու է նաև Արարատ ցեմենտի գործարանը, եւ սա այս ամենը ընտրություններից մի քանի շաբաթ առաջ արդյոք դա հակառակ էֆեկտը չի ունենալու հենց դες համար եւ ինչու է միայն հիմա հիշել, որ Արարատ ցեմենտում ըստ էության ինչ որ չարաշահումներ են թույլ տրվել։ Հիմա չենք հիշել։ Եվ եթե հիմա չէ, ավելի վաղ եղել, ինչու է։ Չէ, հիմա չենք հիշել, հիմա է դատախազությունը գտել։ Դատախազությունը գտել է, այսինքն իրավական հիմքերը հիմա են ստեղծվել եւ եթե 2018-ին գտնեինք, 2018-ին ենք անելու, 20-ին, 20-ին, 28-ին գտնեինք, 28-ին ենք գտնել, թե որևէ մեկին թվում է, թե դեռ իր ապօրինի գույքի հետևից, որ դեռ չենք գնացել, բայց դա իրեն երաշխավորում է, որ 28 թվին չեն գնալու, դա իրենք սխալվում են, որովհետև բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք եւ այդտեղ որևէ կոմպրոմիս, որևէ օլիգարխի հետ չի կարող լինել, ինչքան էլ որ ասենք թե լիարժեք համապատասխան որը եղբայր ջան, չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ վերադարձվելու է ժողովրդին, այդ ինչ ոնց է
Վարինուզի գնալու է մտնի Արարատի գործարան առանց ինչ-որ բանի Ոչ, ոչ, մնացած բոլոր դեպքերում ինչ հայտարարել եք, որն է վերադարձը։ Վերադարձը գիտեք որն է ժողովրդին վերադարձը, օրինակ ԶՊՄԿ-ի 22.5%-ի դեպքում ոչ միայն հարկն է պետությունը, այլ 22.5% շահույթը մտնում է պետական բյուջե, այդ պետական բյուջեի մտած փողով էլ այս ժողովուրդը օրինակ գնում է անվճար առողջապահության ապահովագրություն է ստանում։ Գնում է մարդը, որը երբեք 4 միլիոն դրամ փող չի տեսել, երբեք, գնում է, ասում են 4 միլիոն դրամ պետությունը վճարեց ձեր փոխարեն, գնացեք ու 4 միլիոն դրամանոց վիրահատության ենթարկվեք։ Այն նույն մարդը, որը դատապարտված էր մահվան միջև այդ, որովհետև 4 միլիոն դրամ ուղղակի ոչ գույք ուներ այդ մարդը, ոչ աշխատավարձ ուներ, ոչ էլ իրան կարող էին այդքան վարկ տալ։ Ու այդպես տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետության կառավարությունը փրկել է եւ 100 հազարավորների էլ առաջիկայում է փրկելու։ Այդպես, այնպես ինչպես որ օրինակ 10,000 դրամ պլյուս 10,000 դրամով ուրեմն բարձրացավ կենսաթոշակները։ Եվ այսպես շարունակ, այսինքն այդ դրանից շահույթը կգնա պետական բյուջե ու օրինակ մի հատ էլ 5,000 դրամ կավելացնենք ոչ թե առինջի սարի վրա դղյակ մեկը կսարքի մեջը 3 կատ առյուծ կպահի, այլ օրինակ 667,000 մարդու 5,000 դրամ կենսաթոշակ կտանք։ Այդպես է տեղի ունենալու։ 667,000 կենսաթոշակառու նպաստառու ունենք։ 667,000 կենսաթոշակառու եւ նպաստառու էլ եմ ասում։ Այսինքն առինջի սարի վրայի դղյակը իր առյուծներով, կվերադառնա ժողովրդին ամեն մեկին 5,000, 3,000 ինչքան որ կլինի, այդպես է տեղի ունենալու։ Իրավապահ մարմինը երևի թե այսօր պատշաճ հաղորդում կանե, ես կարծում եմ, որ եթե անկախ նրանից ով ուզում է լինի, եթե հայրենիքի նկատմամբ դավաճանություն է որևէ մեկը գործում, այդտեղ ներում բեկում չկա եւ պետք է գնալ մինչեւ վերջ եւ պատժել ամենախիստ ձևով։ Ենթադրում եմ, որ այո։ Պարոն Պապյան, տեսեք, խնդրեմ ելի հայ-ռուսական օրակարգին վերադառնալ։ Հարցս այսպես ձևակերպել։ Եթե պայմանական կոնկրետ գործողություններ առնան ռուսական կողմից, դժվարացվի ցորեն մուտքը Հայաստան, կամ գազի հետ կապված որոշումներ կայացնեն, կա գործողությունների ինչ-որ սցենար հակազդելու, որ կառավարությունը քննարկում է ունի։ Եթե ընդհանրացնենք այսպես պլան B, որ գոնե հնարավոր ազդեցությունները բոլոր մեխանիզմները կան, մշակված են, դրված են, բայց մենք հավատացած ենք, որ ձեր ասած սցենարը տեղի չի ունենալ, որ ձեր ասած սցենարները մշակված են դեռևս տարիներ առաջ, բայց մենք հավատացած ենք, որ դա տեղի ունենալ չի կարող, իսկ ընդհանուր առմամբ այն քաղաքական փոփոխությունները, որոնք որ մենք արել ենք վերջին տարիներին, այդ թվում օրինակ սահմանի բացում, տեսեք օրինակ այսօր ամբողջ աշխարհում 2-3 անգամ բենզինի գներն ավելացել է, Հայաստանում ավելացել է մի քանի %։ Ինչու է այդպես, որովհետև մենք կարողանում ենք էժան բենզին եւ դիզելային վառելիք բերենք այլ շուկայից։ Պետքա կարողանանք նույնը անենք սորենի դեպքում, պետքա կարողանանք նույնը անենք մյուս ապրանքների դեպքում, որ ոչ թե որևէ մեկից կախված լինենք, այլ մենք կարողանանք ազատ մանևրենք այդպես է։ Չէ, սուր չի հարց է, սա մեկ, սուր տեսեք, սուր չի հարց է պահին Հայաստանից բազմաթիվ ապրանքներ այսօր, հենց այսօր արտահանվում մեծ ծավալով, շատ մեծ ծավալով Ռուսաստանի Դաշնություն, շատ մեծ ծավալով էլ ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, սա մեկ, բայց էլի եմ կրկնում, մեկ տարվա համեմատություն, 2025 թվականի հունվար, ապրիլ, Հայաստանից Չինաստան արտահանումը կրկնապատկվել է, այսինքն 2 անգամ ավելի շատ ապրանք ենք հայկական արտահանել Չինաստան, քան անցած տարի եւ Հայաստանից Եվրոմիություն ապրանքը արտահանումը կրկնապատկվել է, գրեթե կրկնապատկվել է 97-98% է կարծեմ, ավելացել նորից, ուրեմն սա նշանակում է, որ այն ինչի մասին ոչ երկար խոսում էինք, այլ նաև գործ ենք անում, որովհետև եթե 150 միլիոնը դառնում է 300 միլիոն, եթե 200 միլիոնը դառնում է 400 միլիոն օրինակ, այդ դա նշանակում է աշխատանք, դա նշանակում է, այսինքն եթե մենք կարողանանք այդպես մեր ընդ որում մյուս երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական մեծ շրջանառություն ունենք, այդտեղ կրճատումներ չունենք կամ եթե ունենք շատ փոքր է կամ աճեր ունենք որոշակի, այսինքն այնպես չի որ մեկը մյուսի հաշվին են գալիս։ Սա շարունակական գործընթաց է, այդ թվերը շարունակաբար ժամանակի ընթացքում են փոխվում։
Հարցն այն է, եթե օրինակ պայմանական մայիսի վերջում ԵԱՏՄ գատնաժողովում անդամ երկրները ամենակոշտ ձևով Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր խոսակցությունները կավարտվեն հունիսի 8-ի առավոտյան, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարձանագրի արդյունքները եւ դուք տեսնեք մեր ժողովրդի քվեն եւ դրանից հետո բոլոր հարցերը կփակվեն եւ ցանկացած դուք կտեսնեք արդյունքները եւ մենք միշտ ցանկացած արդյունքի հետ հաշտ ենք լինելու եւ այսօրվանից կոչ եմ անում նաեւ մյուս ուժերին հաշտ լինել արդյունքների հետ, որոնք որ կարձանագրվեն մեր ժողովրդի քվեարկությամբ։ ԵԱՏՄ կանոնադրությամբ կա մի կետ, որի շրջանակում կարող են կոնկրետ առանձին ապրանքների մասով որոշում կայացնել։ Այդ դրա շուրջ քննարկումներ հիմա կան, եթե պոտենցիալ ինչ ապրանքների վերաբերյալ որոշումներ կան։ ԵԱՏՄ շրջանակներում կետեր գոյություն ունեն, որոնք կոչվում է բարիեր։ Ցանկացած բարիեր Հայաստանի Հանրապետության դեմ մենք բարձրաձայնելու ենք եւ եթե բարիեր լինի, կբարձրաձայնենք ու այդ հարցը կլուծվի։ Այդպես որ ԵԱՏՄ-ում այնքան կետեր կա, որոնք որ շատ լավ մինչ այս օգտագործել ենք ու կշարունակենք օգտագործենք։ ԵԱՏՄ մեխանիզմները բավականին լավն են իմիջիալոց, տենց այնտեղ եւ ստանդարտներն են բավականին լավ իմիջիալոց։ Այնպես չի որ ասում ենք ԵԱՏՄ-ի ստանդարտները Եվրոպական միությունից վերցրած ստանդարտներ են։ Այնպես չի որ այդտեղ ստանդարտները ներքևայիչացրած նմանատիպ նույնական ստանդարտները, մեխանիզմները էլի բավականին լավն են այդ առումով։ Այսինքն որոշումներից առաջիկա մտավախություններ առանձնապես չունեք, Ես ախր դուք այդ հարցը բարձրաձայնում եք, ես էլ այսօր առավոտը իմ տեղակալին հանձնարարում եմ, որպեսզի ինձ ուղարկի տվյալները, թե ինչքան ապրանք ենք արտահանել Ռուսաստանի Դաշնություն անցած տարի ու այս տարի, տեսնում եմ, որ ավելի լավ վիճակը, քան անցած տարի։ Այսինքն այդ խառնաշփոթը, որ այսինքն հայ հասկանում եմ, որ Հայաստանը նվազագույնը 3 քաղաքական ուժ կա, որի միակ հույսը Հայաստանում խաղաղ չլինելն ու Հայաստանում տնտեսական վիճակի վատանալն է։ Բայց ի հեճուկս իրանց ցանկությունների ամեն առավոտ հելնում են, ասում են, արա թարսի պես այսօր էլա խաղաղ, թարսի պես այսօր էլա տնտեսությունը զարգանում ու իրանց, ասեմ, իրանց համար ենք ասում, իրանց համար միշտ թարսի պես է լինելու։ Ու որովհետև տնտեսությունը զարգանալու է, կայուն խաղաղությունը լինելու է տևական, իսկ քրյա օլիգարխիկ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հեռացվելու է քաղաքական դաշտից, հայկական ժողովրդի քվեարկությամբ եւ բնականաբար ապօրինի գույքի մասին օրենքի տրամաբանությամբ տուն առ տուն, ավտո առ ավտո, ջիպ առ ջիպ, առյուծ առ առյուծ, չգիտեմ, ռեստորան առ ռեստորան, այդ ամեն ինչը վերադառնալու է ժողովրդին ու իրանք դա զգում են եւ իրանք դրա համար են ոտի հելել։ Ոտի են հելել իրենց թալանացը պաշտպանելու, բայց չի ստացվում Ժողովուրդ ջան, եկել է պատասխան տալու ժամանակը։ Դարձյալ նույն հարցին ինչից սկսեցինք։ Եթե պայմանական որոշում են Հայաստան ցորեն արտահանման խոչընդոտներ ստեղծել այս կամ այն կերպ, Հայաստանի Հանրապետությունը ունի մշակած սցենար, թե այդ դեպքում ոնց է սուբսիդավորելու այդ կորուստը, որտեղ մեր պաշարները մեզ կհերիքեն ընդամենը մի քանի ամիս։ Հայաստանի Հանրապետությունը ունի անհրաժեշտ պաշարներ, Հայաստանի Հանրապետությունը ունի դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ, Հայաստանի Հանրապետությունը ստանում է եւ կստանա կայուն ցորեն եւ այդ մասով մեր քաղաքացիները որևէ մտահոգություն ունենալ չեն կարող, ամեն ինչ կառավարելի է եւ ելի եմ կրկնում, այս խոսակցություններն ու այս հարցադրումներն են ժամանակավոր։ Հունիսի 8-ի առավոտյան դուք այլ հարցեր եք տալու, օրինակ, ինչպես եք մտածում զարգացնել հաջորդ 5 տարվա ընթացքում Հայաստանում ցորենի արտադրության ծավալը եւ ես ձեզ կպատասխանեմ, թե ինչպես ենք մտադիր լինելու հաջորդ 5 տարիներին Հայաստանում ցորենի